եւ հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, Վանացանի եթերով եւ թիմադեդրի էջով ցեզի հետ ենք ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Երեք երկու հունիսին նախագահությամբ ամենայն հայոց քարեքին երկրորդ կաթողիկոսին Սուրբ Էջմիածնի մեջ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որում մասնակցեցան եպիսկոպոսներ եւ թեմական առաջնորդներ Հայաստանեն եւ Սփյուռքեն։ Ժողովին քննարկվեցան հայրենիքին արչեւ զարացած մարտահրավերները, եկեղեցի պետություն հարաբերությունները եւ հասարակություն հուզող շարք մխնդիրներ։ Հadouk անդրադարձ կատարվեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմէ վերջին օրերուն հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին։ Այս առիթով Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ նշելով. Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր փառաբաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավը սկսած է ընդդեմ Հայաստանյա ցարակելական Սուրբ Եկեղեցվո օրենքեն վեր տասելով իր անձը։ Հայ հոյախարն անվայել արդահայտություններով հախուրն հրաբարագումները զուրգ են բարեգրթության դարրական կանոններեն, գոտնագողեն մարդու հիմնարար իրավունքները, գոբդորեն գվիրավորեն հավատացյալներու գրոնական զգացումները եւ գսկողեն գերս սրծավության հիմնավորումներով։ Գերագույն հոգևոր խորհուրդը ընդգծեց. Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ մնե նսեմացնելու ազգային կյանքին եւ միջազգային շրջանակներում մեջ հարկանք վայելող հայ եկեղեցու եւ եկեղեցականներու հեղինակությունը, լրացնելու եկեղեցու ցայնը եւ նվազեցնելու անոր հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարին հակաեկեղեցական գեցվածքը ազգային արժեքներու եւ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են գործոնարար հետևանքներով եւ սպառնալիք հայոց պետականության, մեր ժողովրդի միապանության, թե հայրենիքի եւ թե սփյուռքի մեջ։ Խորհուրդը նշեց, որ նման գործողություններ կբարակդեն հասարակությունը, կդգարացնեն ազգի ոգին եւ հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես արգա մարտահրավերներու պայմաններում մեջ։ Նման դատաբարտելի ցերնարգումները կսպասարկեն արտաքին հայադյաց ուժերու նկարտումներուն հստակորեն կապվելով Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմէ հայ ժողովրդին եւ հայ եկեղեցու ուղղված զրբարտություններուն եւ գերս մեղադրանքներուն հետ։ Հայ եկեղեցին գիտագից իր հանձնառություններուն անշեղորեն պիտի շարունակի հոգեբրկչական եւ ազգաբահբան առաքելությունը ընդդիմանալով ազգավնաս ու գործունարար ընթացներուն դեպապար հետամուտ լալով պետության եւ ազգի քերագա շահերուն մեր սրբազան արժեքներու պաշտպանության։ Եկեղեցու հարցերը գլուծվին եկեղեցական գարկերու ու կանոններու համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչներու իրավասությունեն։ Հայաստանի ցարակելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով եւ իր հոգեվորականներով գլխավորությամբ ազգնդիր ամենահայոց հայրաբերին։ Գերագույն հոգևոր խորհուրդը գոչուեց նաեւ իրավասու պետական մարմիններուն գասեցնելու վարչապետի այս անօրինական եւ անհերադես քաղաքականությունը։ Հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրագարկերու մեջ եւ մղելու հակատարծության գործողություններու։ Այս նոր փորձության դեմ հանդիման գորտորենք մեր եկեղեցու հավատավոր զավակներուն ըլլալ միապան եւ միասնական առ հայրենին եւ Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորավոր հավատքով հաղթահարել մեր ժողովրդին արչեւ զարացած բոլոր մարտահրավերները եւ երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուներուն սասանումը։ Թող այս մերժելի մեքենայությունները բաժար չդառնան հիաստապության եւ կայտագության, նշեց Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը։ Դիվանագետներու համահայկական խորհուրդը իր գարկին 3 խստորեն դատաբարտեց հայրաքելական եկեղեցու հասցեին ուղղված Հայաստանի վարչապետին եւ անոր բարակլուխին կողմէ, հատկապես վերջին օրերուն դարրական բարեգրթության եւ բարոյականության բոլոր սահմանները հատած արդահայտությունները։ Այս առիթով հրաբարակված հայտարարությունը նշեց,
որ հասարակության մեջ անթույլատրելի եւ բարձրակույն պաշտոններու հետ բացարձակապես անհամադեղելի այդ արտահայտությունները կնկատենք ոչ միայն գրթության, գիտելիքներու, բարոյականության եւ դաստիարակության ակնհայտ բացակայության հիվանդակին դրսեւորումներ, այլև դիտումնավոր եւ մտածված քաղաքականություն, որոնց թիրախն են թարերու ընթացքին սևավորված մեր ինքնության հենասյուները եւ արժեքային համագարկը, Հայաստանի սահմանադրությունը, որմով եկեղեցին անչափ է բդութենեն, իսկ հայ արաքելական եկեղեցին ունի բացառիկ թեր։ Իշխանություններու զերո արժևորումին համեմատ հայ եկեղեցու մեծող հեղինակությունը, իշխանություններու աջակցությունն զրկված եւ անոնց կողմէ մորցված Արցախի մեր եղբայրներուն եւ քույրերուն իրավունքներուն հետեւաբար մեր բոլորին իրավունքներուն պաշտպանության արծիվի մեջ եկեղեցու հետևողական ճանկերը եւ անտակույց նախանցախնդրությունը շարունակեց խորհրդին հայտարարությունը։ Արցախը գործընթացած, բادرազմը բարդված, հազարավոր կյանքեր զոհած, մեր ինքնիշխան երկրի դարածները ոսոխին նվիրած, իր իսկ նախընտրական ծրագիրները եւ պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը դաբալած, մեր ինքնության հիմերը եւ պետական հիմնարկները թիրախավորած, երկիրը աննախադեպ ճգնաժամի հաստուցած, բանսարգու եւ ասկաթավ խմբակի որտեքրած քաղաքականությունը հերթական անգամ կհամընկնի մեր ողերին դժնամիներու օրագարկին եւ ուղղված է մեր ժողովրդին արժեվ զարացած խնդիրներեն եւ գոյությունական մարդահրավերներեն մեծ բոլորս չեղելուն հասարակությունը անգամ եւս բարակտելու քաղաքականությամբ իրենց երերացող աթորը բահբանելուն ադելության, չարության եւ նախանցի հիմով իշխանության եկած եւ հասարակության զանազան հատվածները դարներ շարունակ իրարու թեմ լարելու լծված եւ հոգեվարքի մեջ գտնվող իշխանության օրագարկը եւ գործողությունները սպառնալիք են ոչ միայն մեր հոգեվոր տասին եւ եկեղեցու համար, այլև ամբողջ հայության համար, որովհետեւ եկեղեցին ինք ժողովուրդն է եւ Հայաստանի ցարակելական եկեղեցին ամբողջ աշխարհասփյուր հայ ժողովուրդը ասկնդի հայրաբետներու գլխավորությամբ Մեր ժողովրդի գիտակից եւ եկեղեցու բարեբաշտ բոլոր զավակներուն հետ միասին մենք կանգնած ենք հայ եկեղեցու գողքին եւ կհայտնենք մեր ամբողջական աջակցությունը հաստատեց դիվանագետներու համայնքական խորհրդին հայտարարությունը Հայաստանի մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյան հայտնեց թե Հայաստանի կորզաթիվ իշխանության ղեկավարը հայ արաքելական Սուրբ եկեղեցու եւ եկեղեցականներու հանդեպ իշխանության իր դարիներու ոտնցկություններուն ավելցուցած է ադելության եւ ճշտամանկի հրաբարագային հրահրումը։ Գործընթացը գգրե համագարկված բնույթ, որում միացած է նաեւ ազգային ժողովի քաղաքացիական մայմանակիր խմբակցության պատգամավորները եւ իրենց կուսակցությունը։ Թաթոյան շարունակեց. Քաղաքացիական մայմանակիր խմբակցության ղեկավարին իրական նպատակը հայ արաքելական եկեղեցին իրեն ընթարգելն է քաղաքական հաշիվներով, որբեսի գարենա վերջնականապես կատարել ազերբայջանական միագողմանի պահանջները, ինչ որ իրեն անհրաժեշտ է սեփական իշխանությունը պահպանելու համար։ Այդ նպատակին համար է, որ ան գեհերինակազրգե եկեղեցին եւ կնվազեցնի եկեղեցու գշիրը ամբողջ աշխարհի մեջ ոչնչացման դանելով հայոց ինքնության հենասյունը։ Բադահական չեն այն ցնծությունը եւ Հայաստանի վարչապետին ուղված շնորհակալության խոսքերը, որոնք արգային Ադրբեջանի մեջ։ Իր նպատակին երակորձումին համար քաղաքացիական մայմանակիր խմբակցության ղեկավարը կօգտագործի եկեղեցու մեջ գոյություն ունեցող ենթադրյալ կամ իրական խնդիրները, որոնց լուծումը իրականության մեջ բացառապես եկեղեցու հարցն է, սահմանադրությամբ եկեղեցին անչափ է պետությունն շեշտեց Թաթոյան։ Պետք է գիտակցել, որ Հայաստանի կառավարության ղեկավարին կողմէ առաջնորդվող այս գործընթացը աղետաբեր է Հայաստանի համար, պետք է պաշտպանել հայ արաքելական եկեղեցու հարյուրամյակներու հեղինակությունը ու մեր նվիրական արժեքները եւ չարդունել, որ գերս օրագարկերով մեզ բարակդեն եւ շեղեն գոյապանական հիմնական խնդիրներեն եզրակացուց Արման Թաթոյան։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյան եւս այս նյութով կդարեց գրառումը ասելով. Որևէ մեկը դակավին չի հաղթած եկեղեցու կամ կրոնական գազագերբության դեմ բادرազմ հայտարարել է։ Նույնիսկ ֆրանսական հեղափոխությունը ընդգրկեցավ, նույնիսկ խորհրդային միության նման հզոր մեքենան չկարողացավ կատարել այդ մեկը։ Ավելին, իրենց մե ավելի ցած արժեք ներկայացնող նվաստակույն էակը գրնա ասել նման արտահայտությունը։ Այս մեկը անցի կամ անցերու անոնց անձնական կյանքի հարցը չէ,
այս ավելի խորքային պայքար է, նշեց Ստեփան Դանիելյան։ Պատմապան Դավիթ Ֆինանյան իր գարկին կատարեց հետևյալ գրառումը. Թավաջանը գործե չնչել եկեղեցվո թեմ Արշավի ազերբայջանական հետքը։ Հայ-ակերական եկեղեցվո թեմ Փաշինյան Ալիև քրոհը մեծ տապով կշարունակվի։ Վարչախումբը արաքելական եկեղեցվո թեմ սկսած քրոհը գործե հասարակության ներկայացնել իբրև այսպես կոչված ներքին օրագարկ իր զանազան նյութերով, ինչպես օրինակ սահմանադրության փոփոխության հարցը։ Այս մասին պետք է քանի դիտարկումներ կատարել։ Առաջին, ի հեջուկս վարչախումբին եւ անոր բարակլուխին գոմե կատարվող ամբողջական գեղձիկին սպառնալիքներուն պետք չէ մոռնալ, որ եկեղեցվո թեմ ջագադունի այս քրոհը սկսած է Գովգասի իսլամներու առաջնորդ Փաշատադեի հայ եկեղեցվո թեմ զանոթ արտահայտություններով ըսա Ֆինանյան։ Երկրորդ, ազերբայջանական մամուլը այս օրերուն ուղագի Իսմայելանքի մեջ է ասկագործան Բադոհասի հայտարարություններն յետք։ Երրորդ, այն որ եկեղեցվո թեմ սկսած քրոհը ունի արտաքին թշնամական հետք, ամենևին տվատրություն չէ։ Պետք չէ մոռնալ, որ ի հեջուկս վարչախումբի սպառնալիքներուն եւ սուդին Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը եւս թուրք-ազերբայջանական բանջ է, շեշտեց պատմապանը։ Չորրորդ, Թավաջանը գուսակրոնության հարցը օրագարկ բերելով ամեն ծևով պիտի փորձի համոզել հանրությունը, որբեսի հանրությունը այս բոլորի մեջ թշնամական հետ չտեսնի։ Հինգերորդ, նշյալ կարծրական գրոհին հագաստելու համար շարունակ պետք է նշել, որ ինչ պայմաններում մեջ եւ ինչ բաների հետ կսկսավ այս գրոհը եկեղեցվո հանդեպ։ Եվ վեցերորդ, հարցը այլևս ոչ միայն քաղաքական է, այլև քոյապանական, հետևաբար դատաբարտող հայտարարություններու առընթեր շատոնց հասած է գործողություններու ժամանակը եզրակացուց պատմապան Դավիթ Ֆինանյան։ Մինչ Հայաստանի իշխանությունները գճանան անդեղի աջաբարանքով Հայաստանի եւ Թուրքիո միջև հարաբերություններու զարգացման եւ այսպես կոչված խաղաղության գործընթացը սկսելու, Թուրքիո պետական վարիչները կշարունակեն հերոսացնել թուրք-հայադյաց եւ հայասպան գործիչները եւ անմահացնել անոնց հիշատակը։ Արդարև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշ հայտնեց, որ Թուրքիո մայրաքաղաքի մեջ գտնվող Տալիատ Փաշայի անվան հրապարակին վրա դեղատրված է ցեղասպանի նվիրված հուշագոթողը։ Անկարայի քաղաքապետը մասնակցավ քաղաքապետարանի հուժողովասրահի մեջ կազմակերպված խորհրդաժողովին, որ նվիրված էր հայ արտահայտույց մարտիկներու կողմէ ահապեկված թուրք դիվանագետներու հիշատակին հուշարձան մգարուցելու նյութի քննարկման։ Խորհրդաժողովին մասնակցեցան նաև ահապեկված թուրք դիվանագետներու ընտանիքներու անդամները եւ նախին տեսփաններ։ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշ քննարկումի զերի մեջ հայտարարեց, որ Թուրքիո մայրաքաղաքի մեջ գտնվող Տալիատ Փաշայի հրապարակին վրա Անկարայի քաղաքային իշխանություններուն կողմէ դեղատրված է Տալիատին նվիրված հուշագոթողը։ Անցնող գիրագի 1 հունիսի առավոտյան Հունաստանի Կոկինյո Սուրբ Հակոբ եկեղեցու մեջ բادرակին նախակայեց Մեծդան Գիլիգիո Արամ առաջին վեապար հայրաբեդը։ Բادرակը մատուցեց կաթողիկոսարանի դիվանաբեդ Դաջատ Էպիսկոպոս Աշոկյան։ Բادرակի ընթացքին կատարվեցավ հայրաբեդական մաղթանք վեապար հայրաբեդին հայրաբեդական քաղաքալության 30-ամյակին առիթով։ Արարողության նախակահեց կաթողիկոսարանի Գիլիգիա մատենաթարանի եւ Սերակրադան ու հնադիբերու բաժանմունքի դեսուչ Շահան arczepiskopos Սարգիսյան։ Աբա հայրաբեդական երբատկամ ուղեց վեապար հայրաբեդը։ Արամը առաջին կաթողիկոս ճշտեց, որ թեմի կյանքեն ներս վերագազմագերբումի նոր ընթացքը սկսած է նոր առաջնորդի եւ նոր երեսփոխանական ժողովի ընդրությամբ։ Անհրաժեշտ է, որ վերագազմագերբումի եւ վերագենսավորումի նոր ընթացքը բացվի քաղաքի մեջ, ընդգծեց վեապարը։ Իր խոսքը հատկապես Հունաստանի հայ գաղութին ուղելով հայրաբեդը շեշտեց, թե ժայռի վրա շինված հավաքական դունը պետք է ավելի ամրանա։ Առաջին, փոդորվելով հավատքի դան եկեղեցվո շուրջ, երկրորդ, ամրապնդելով հայ մշակույթի եւ մեր դունը ու հատկապես հայ դպրոցը, երրորդ, հետապնդելով մեր ժողովրդի արդար իրավունքները եւ չորրորդ, նոր մղում դալով քաղաքի վերագազմագերբումի աշխատանքներուն։ Բادرակեն յետք ազգային վարչությունը ի բադի վեհապար հայրաբեդին գազմագերբեց ճաշկերույթը։ Հունաստանի հայոց թիմին դված իր հովաբեդական գարժադեվ այցելության ընթացքին Արամ վեհապար հանդիպում ունեցավ ազգային վարչության
հայ հեղափոխական դաշնակցության Հունաստանի կենտրոնական կոմիտեին եւ քաղաքի մեջ ծառայող միապան Տիկահաննա հայրուն հետ։ Հայրաբեդը նաև նախակահեց համասկայնի գազམ་ագերբած մշակութային երեկոյին եւ քննադատան հայտնելով համասկայնի ընտանիքին գոչ ուղեց մեր մշակութային արժեքները ու ավանդությունները վար բահելու եւ ավելի հարստացնելու իբրև երաշխիք մեր ժողովրդի ինքնության պահպանման։ Հարկելի ունգընտիրներ Վանացանի եթերով եթեմանդերի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Գրիգորը Ելցանի աղորդավար Հակոբը մնացեք միշտ Վանացանի ունգընտիր։